Մոտ ապագայում Ռուսաստանը Թուրքիայի հետ դիմակայությունը կփորձի տեղափոխել Սևծով եւ նրան անհրաժեշտ է ունենալ Հայաստանի աջակցությունը։ Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն այս համատեքստում է դիտարկում Սերժ Սարգսյան Վլադիմիր Պուտին այսօրվա հանդիպումը։ Հայաստանի մասնակցությունը եւ Հայաստանի տարածքը որպես թատերաբեմ ինքը դիտարկում է ռազմական գործողությունների թատերաբեմ, որը ուղղակի մերժելի է եւ ընդունելի է։ Ռուսական ռազմարդյունաբերական Սուրհանդակ շաբաթաթերթում օրերս հրապարակվել են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զորամասերի գտնվելու վայրերը զինամթերքի մասին տեղեկատվություն։ Դա մեսիջ էր, որ տղեկ իմացեք, որ ադրբեջանցիներից թույլ եք եւ համաձայնվեք այն առաջարկին, որը ձեզ կարվի Մոսկվայում։ Մինչդեռ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հանգիստ է վերաբերում պարբերականի նման հրապարակմանը, խորհուրդ տալով մեզ նշանակություն չտալ։ Այդ թվերի 99%-ը ուղղակի վերցված են տարբեր ձևերով բաց աղբյուրներից եւ իդեպ նաեւ ասեմ, որ մի քանի անգամ այդ թվերը իրականում ավելի նվազեն, քան այն ռազմական պոտենցիալը, որը ունի Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը կամ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը։ Քաղաքագետը չի կարծում, որ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի այս հանդիպումից հետո որևէ փոփոխություն կլինի Լեռնային Ղարաբաղի հարցում։ Եթե ինչ-որ տեղաշարժեր կարան լինեն, միայն եւ միայն այն խնդրի շուրջ, որը վերաբերվում է սահմաններում տեղի ունեցող այդ լարվածության նվազեցման ինչ-որ մեխանիզմների առումով։ Նա այս շաբաթ մասնակցել է Թբիլիսիում կայացած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայկական ու ադրբեջանական փորձագիտական շրջանակների մասնակցությամբ փակ քննարկմանը։ Քննարկվել են միայն եւ միայն մադրիդյան սկզբունքների հնարավոր իմպլեմենտացիայի հարցեր։ Կոնսուլտատիվ նշանակություն ուներ Մինսկի խմբի համանախագահների տեսանկյունից, որոնք որ բնականաբար միշտ կարիք ունեն նոր ինչ-որ գաղափարների։ Նրա տպավորությամբ Ադրբեջանում սկսել են հասկանալ, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի թեժացումը ոչ միայն խաղաղ բանակցային գործընթացն է խաթարում, այլ հայկական կողմին ստիպում է կարծրացնել դիրքորոշումը։